Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել, թե ինչի կհանգեցնեն տնտեսական միջոցները։ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ այժմ Իրանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվում եւ որ երկրում ինֆլյացիան հասել է 350%-ի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց իմ կարծիքով դեռ պատրաստ չեն ճիշտ գործարքի, նշել է Թրամփը։ Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր տնտեսական պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլև նպատակ ունեն ամերիկյան ինքնիշխանությունը տարածել ՄԱԿ-ի յուրաքանչյուր անկախ պետության դեմ։ Ոչ մի պետություն չի կարող օրինական կերպով պարտադրել օտարերկրյա բանկերին, ձեռնարկություններին կամ օդանավակայաններին հրաժարվել երրորդ պետության հետ օրինական առևտրից, նշել է նա։ Բաղային հավելել է, այս պահանջները ծովային շրջափակման հետ միասին խաթարում են այլ պետությունների ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Իրանի պաշտպանության նախարարության, վերջին տարվա ընթացքում զինամթերքի արտադրությունը կրկնապատկվել է եւ այժմ երկիրը նախատեսում է եռապատկել այն։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները։ Կրիվոյ Ռոգի առևտրային կենտրոնին օգոստոսի 21-ին հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի, 130 մարդ վիրավորվել է, 9 մարդ անհետ կորած է։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է պատասխանել այս հարձակմանը։ Գիշերը հրթիռների եւ անօդաչուների հարվածների է ենթարկվել նաեւ Օդեսայի մարզը, վնասվել է երկաթգիծը։ Զապորոժիեում եւ Կիևում կա մեկական զոհ։ Ռուսական ուժերը հայտնել են, որ Կիևում թիրախավորել են Բրովարի լոգիստիկ կենտրոնը։ Ուկրաինական ուժերն էլ առաջին անգամ թիրախավորել են Օզոն ընկերության ենթակառուցվածքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Սամարայի մարզում Օզոնի պահեստից ավելի քան 500 մարդ է տարհանվել, կան տուժածներ։ Ընկերությունը հայտնել է, որ պատվերների զգալի մասը կչեղարկվի։ Մինչ այս թիրախավորվում էր միայն Wildberries-ը։ Միևնույն ժամանակ Կիև է ժամանել Գերմանիայի արտգործնախարարը։ Այցի հիմնական թեման առաջիկա ձմռանը նախապատրաստվելն է։ Յոհան Վադեֆուլն ուկրաինական կողմի հետ կքննարկի նաև պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումը։ Միացյալ Նահանգների եւ Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են եւ Վաշինգտոնը 50% մաքսատուրքեր է սահմանել կանադական մոտ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ։ Վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ վերջին պահին Միացյալ Նահանգների առաջարկած փոփոխություններն անարդար էին եւ խոստացել է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Կանադան հրաժարվել է ստորագրել գործարքը, որի պայմանների շուրջ ավելի վաղ համաձայնություն էր ձեռք բերվել։ Վերջին 3 օրվա ընթացքում երկու երկրի պաշտոնյաներն ինտենսիվ քննարկումներ էին անցկացնում Վաշինգտոնում առևտրային համաձայնագրի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը խոստացել էր օգոստոսի 19-ից 50% մաքսատուրքեր սահմանել Կանադայի նկատմամբ, սակայն 3 օրով հետաձգել էր դրա իրագործումը բանակցություններին հնարավորություն տալու համար։ Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի կառավարության կողմից Արևմտյան ափում բնակավայրի կառուցման մրցույթի հայտարարումը, դա որակելով անընդունելի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եմեն դեմ է այդ քայլին։ Նրա խոսքով դա խաթարում է երկու պետության սկզբունքով կարգավորման հեռանկարը, բաժանելով Արևմտյան ափը եւ խախտելով պաղեստինյան տարածքների տարածական շարունակականությունը։ Մենք հանձնառու ենք մնում արդար եւ տևական խաղաղությանը հիմնված երկու պետության սկզբունքով կարգավորման վրա, նշել է նա։ Ավելի վաղ Իսրայելի որոշումը համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան եւ Կանադան, նշելով, որ ըստ միջազգային օրենքի Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերն անօրինական են։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։